Ղազարյանը վատառողջ է, հիվանդանոցում է, նա այսօր չի կարողացել գնալ իր մարտական ընկերների հետ հանդիպման, սակայն մեր հերոսուհու պատմությունները կհասնեն նրանցից յուրաքանչյուրի տուն, ու նրանք էլի միասին կհիշեն հերոսական դրվագները։ Երբ պատերազմը սկսեց, բժշկական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողուհին դեռ անձնագիր չուներ ու չէին տանում ռազմաճակատ, սակայն հայրենիքը կանչում էր։ Աննան շատերի պես կանգնեց կյանքի մահվան սահմանագծին։ Ծառիտակը նկատեցի մի հատ գերմանական զինվոր, որի ոտը կտրված էր, ինքը իրան օգնություն ցույց էր տվել։ Ես եկա որ մոտենամ, ասեց նայն, all is good, դայ մինի ինքը բան ուներ ձեռքին, բլոկնոտ, որտեղ թարգմանված բառեր կար։ Ասեց դայ ավտոմատ, ասին իքս ավտոմատ, կապուտ ավտոմատ։ Ավտոմատը տվեցի, ինքը ավտոմատը բռնեց վրես։ Ասեց նոգու դավայ, ռուսկայա սվինյա, նոգու դավայ, շայզը մենշ, նոգու դավայ։ Ասին իքս նոգը, կապուտ նոգը, հանդենց։ Տեսա որ չի, կարող ինքը սպանի ինձ, ես գնացի ոտը որտեղ կտրված ընգած էր, վերցրեցի, վերեցի, տվեցի։ Երիտասարդ Աննայի համար հետո պարզ դարձավ, թե գերմանացի զինվորն ինչու է սպառնում սպանել, եթե ոտքը չմոտեցնի, որովհետև երկարաճիտ կոշիկի մեջ զինվորը փող ուներ պահած եւ ոտքի հետ չէր ուզում կորցնել նաեւ փողը։ Օգտվելով առիթից, որ թշնամու զինվորը զբաղված է գանձերը տեղավորելով, Աննային հաջողվում է փրկվել։ Պատերազմի դաշտում դա միակ դեպքը չէ, երբ ճակատագիրը բարեգութ է գտնվել երիտասարդ աղջկա եւ ոչ միայն նրա հանդեպ։ Պունկտ էր, որտեղ մթերք էին տալիս։ Այդտեղ կանգնած էին աղքատներ, երեխաներ, կեղտոց, ցնցոտ շորերը ու մազերները երկար, ոտը կտրած, վերջ փող բան էին հավաքում։ Մի հատ աֆիցեր դուրս եկավ, բաներ, հացը, կոնսերվաները ձեռքը եւ իր մոտից մի կտոր հաց ընկավ։ Այդտեղից մի հատ երեխա վազեց, վերցրեց այդ հացը։ Ասեց дядя, у тебя хлеб упал, можно я возьму? Ասեց возьми։ Մի հատ էլ շուր եկա, մի կտոր էլ ընկավ։ Այդ երեխան նորից վերցրեց, վազեց այդ աֆիցերի դեմ, ասեց дядя, у тебя еще хлеб упал, возьми։ Այդտեղ այդ աֆիցերը ոտները ծալվավ, ընկավ, այդ մթերքը լցրեց երեխու ոտների տակ։ Այդ իրա տղան էր։ Ասեց Վիտյա, սնոկ։ Կուրծքը զարդարած շքանշանները ամբողջ գնահատանքը չեն, որ Աննա Ղազարյանն արժանացել է պատերազմում հաղթելու եւ խիզախության համար։ Եթե ուզում եք իմանալ, լավ չի որ ասեմ, բայց շատ արժեքավորներ, որ այդ բանն եղավ, մի քանի հատ ծախել եմ ֆրանտավոյ, за оборону Сталинграда ունեի, այդ за отвагу, почетный донор СССР, որ շատ արյուն էի տվել փրկելու սրա նրա կյանքը, это за оборону Կավկազը ունեի, $3 400 ծախել եմ բեմի, մնացել է это орден за победу, Ստալին, Լենին, Մարշալ Բահրամյան էլի ունեմ, տուն ունեմ, որ չեմ կախում, տեղ չկա։ Պատերազմի բովով անցած վետերան է նաև Արտաշես Համբարձումյանը, որը տասնամյակների հեռավորությունից վերարժևորելով հայրենական մեծ պատերազմի պատմական ամբողջ կարևորությունը վստահ է, որ հաղթանակ չէր լինի, եթե ի սկզբանե վստահություն չլիներ հաղթանակի հանդեպ։ Որ հիշում եմ, ուղղակի ես իմ վրա զարմանում եմ։ Ֆրոնտում առաջի գծում նստած երիտասարդները ինձ հետ միասին։ Բացարձակապես մտածում եմ, ոնց է շենք վախ չունես, չենք մտածում գնդակը կարող է հմի կպնի կամ մի քիչ հետո կամ հրանոթը կարող է ուղիղ կրակի տակ մեզ վերցնի։ Ոչինչ չենք մտածում։ Սովետական Կարմիր բանակի բոլոր 15 ռեսպուբլիկաների երիտասարդությունը մարտնչում ուղղակի անսպասելի ոգով հաղթեցին։ Պատերազմում քննություն բռնած եւ կյանքի գինն իմացողների ցանկությունը մեկն է։ Ցանկանում եմ կռիվ չլինի։ Ինչ ուզում եմ լինի, միայն կռիվ չլինի։ Пусть будет мир во всем мире։ Լիանա Կարապետյան, Տիգրան Բաբայան, Առաջին լրատվական։ Պատերազմում պատասխանատվության չափաբաժինը հավասար է։ Դիպուկ կրակոցից ոչ պակաս ազդեցիկ է շարքային զինվորի սխրանքն ու մարտական ոգին նկարագրող լրագրողի գրչի հարվածը։
Թե պետք է խոստովանել, որ համացանցի դարում իսկապես դժվար է պատկերացնել, թե ինչպես էին մեր գործընկերները կարողանում աշխատել հրատապ եւ առաջին գծից օպերատիվ հաղորդագրություններն ու օրվա ամփոփագիրը հասնում եթեր ու թերթի էջեր ֆաքսով, հեռագրով, ռադիոկապով ու նույնիսկ ուղղաթիռով։ Զինվորի հույզերը, ապրումները, տխրությունն ու ուրախությունը ամփոփված են ռազմական լրագրության հայկական տարեգրությունում։ Շուշին մենք ազատագրեցինք նախ մեր հոգիներում, սրտում եւ գիտակցության մեջ, հետո նաեւ ռազմի դաշտում։ Ժամանակի շաղի մեջ ընկավ հայոց բերդաքաղաքի ազատագրմամբ ոգևորված լրագրողը հենց այդպես շեքսպիրյան ձևակերպման վերնագրեց հաղթանակի մասին հոդվածը, առաջին գծից ուղարկեց վայրկյան առաջ եթեր հեռարձակեց նաև համաժողովրդական ցնծությունը նկարագրող 1.5 րոպեանոց ռեպորտաժը։ Շուշին գրավվեց, տղեկը կան բանալեցին, հրաշք գործեցին եւ կտանք Շուշիին, հետո Շուշիից երբ որ իջնում էինք Ստեփանակերտ, ամբողջ ճանապարհը անցնելով ոտքով, ամբողջ ճանապարհին ծաղիկներ էին սպված։ Երկնքից թափվող ռումբերի պայթյուններն իզորու չեղան կասեցնել պատերազմի դրվագները վավերագրող Վարդան Դևրիկյանի գրչի հարվածները։ Ռազմաճակատում լրագրողը հաճախ էր ջնջում զինվորի ու վավերագրողի սահմանակիցը, անհրաժեշտության դեպքում գրիչը փոխարինելով զենքով։ Ռադիոյով ուրեմն հոդվածից բան մարել, թելադրել եմ Ստեփանակերտ հեղափոխական դաշնակցության մամլո տեղեկատվության կենտրոն, այնտեղից իրանք իմ բան ռադիոյով հաղորդած դիկտաֆոնով ձայնագրել են, հետո սղագրել են, ֆաքսով ուղարկել են երկիր, ես էլ այդ ընթացքում բան եմ արել, այնտեղ շարել են, ուղղաթիռով եկել հասել են, շարվածքը կարդացել եւ տպվել։ Լրագրողական խումբը, որի օպերատորը Տիգրան Գևորգյանն էր, ընդգրկվել էր Մոնթեի ջոկատում։ Հիշողության մեջ անջնջելի է հայոց բերդաքաղաքն անառիկ պահելու ստրատեգիական ծրագիրը։ Հարվածում էին Աղդամին, փորձելով հակառակորդի ուշադրությունը շեղել Շուշիից։ Շուշի գրավումից հետո ես Ֆիզիկ Բաղդասարյանը մասնակցեցինք նաև Լաչինի գրավմանը։ Գրավեցինք վերջացրեցինք, նոր Գորիսով եկանք Երևան եւ գիշերը հենց անմիջապես եթեր տվեցինք։ Շուշիի հաղթական դարպասների մոտ Լևոն Մարգարյանը պատահական հայտնվեց։ Նկարահանող խմբին տեղափոխող ուղղաթիռը Շահումյանի ճանապարհից շեղվեց, վայրէջք կատարեց Ստեփանակերտի ֆուտբոլի դաշտում։ Շուշիի գրոհը սկսվել էր։ Ես հայտնվեցի հենց շտաբում, որ ղեկավարում էին Արկադի Տեր-Թատերոսյանն ու գեներալ Դարի Բալդայանը։ Արցախյան ազատամարտի հերոսական էջերը շարադրելիս Վարդան Դևրիկյանը շեշտը դնում էր նյութի հերոսների հոգեբանության, պատերազմի ընկալումների վրա, ինչն էր ժողովրդին պահում ռմբակոծության տակ։ Շուշի յուրահատկությունը այն էր, որ Շուշին նախ մարդկանց գիտակցության մեջ գրավվեց եւ դրանից հետո նոր իրականում առարկայորեն գրավվեց։ Շուշիի վերածնունդն արձանագրած տեսաշապավենը հավերժացրել է հաղթանակի յուրաքանչյուր ակնթարթը, կատարելապես քաոսային այն իրավիճակը, Աղդամի մատույցներին չդադարող կրակահերթերը։ Շուշիի գրավման մասին ճակատից ուղարկած տեսանյութի հերոսներից մեկն էլ Մոնթեն էր։ Աղդամի մատույցները այնտեղ մենակ մենք էինք։ Իսկ Շուշիում եղել են բավականին, իսկ այնտեղ իմ մոտենգերը, Շավարժ Վարդանյանը օպերատորը վիրավորվեց։ Մենք հետո երբ որ գնում ենք Լաչին, մենք գնացինք Շավարժին հիվանդանոցում տեսանք։ Արցախյան հերոսամարտը լուսաբանած օպերատորը փրկել է կադրեր, որոնցից շատերը 20 տարի անց էլ բացառիկ են դեռևս չօգտագործված։ Հեղինակը դրանք մտադիր է վերածել վավերագրական ֆիլմերի ու դիմանկարների շարքի։ Արդեն պատմական փաստի է վերածվել Վարդան Դևրիկյանի անսովոր զգացողությունը։ Շուշին փրկելուց հետո Ստեփանակերտի փողոցներում հանգիստ էին քայլում, վարար աղբյուրների քաղաքում այլևս խմելու ջրի հերթեր չկային։ Ամենակարևորը վերջակետ դրվեցին հայոց միջնաբերդից տեղացող չարագուշակ լուրերին։ Մայա Խաչատրյան, Հակոբ Սարգսյան, Առաջին լրատվական։ Այսօր Վանաձորում եռատոնի տոնական միջոցառումներին մասնակցել են հայրենական եւ արցախյան պատերազմների վետերանները, մարզի եւ քաղաքի ղեկավարները, որոնք ծաղիկներ են դրել մեծ հաղթանակի հուշակոթողին, ինչին հաջորդել է զոհվածների հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողությունը։ Վանաձորում այժմ 30-ից էլ քիչ վետերաններ են ապրում, սակայն նրանց ոգին դեռևս մարտական է, ինչպես 67 տարի առաջ։ Հրաչյա Պապինյանի ռեպորտաժը Լոռիից։ Այսօր Վանաձորի մեծ հաղթանակի հուշակոթողի մոտ 3-րդ բանակային միավորման զինվորական նվագախումբը մարտական ոգիերն է շնչում ներկաներին։ Հավաքել էին հայրենական պատերազմի եւ արցախյան ազատամարտի վետերաններ, մարզի եւ քաղաքի ղեկավարներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, զինվորներ։ Տոնում ենք մեծ հայրենական պատերազմի 67-րդ տարին եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարին։ Մեր պատմության մեջ շատ կարևոր հաղթանակներ, որը չպետք է երբեք մենք մոռանանք։
Մեր այս քայլով մենք փորձում ենք նաև նոր սերունդներին դաստիարակենք հաղթանակների ոգով։ Հավաքվածները ծաղիկներ դրեցին հուշակոթողի պատվանդանին, ապա Գյուգարաց թեմի առաջնորդ Սեփու եպիսկոպոս Չուրջյանը հոգեհանգստյան արարողություն կատարեց զոհվածների հիշատակին։ Վանաձորում 3 տասնակից էլ քիչ վետերաններ են կենտրոնի մնացել։ Շատերն էլ պարզապես վիճակի չեն մասնակցել իրենց համար գլխավոր այս տոնին։ Ութեպետ Նոսրատ Սողոալեհեր, բայց Վառոդամանում վառոդ ունեն դեռ։ Այդ վառոդը ոգին է, որ լորվ աշխարհից նրանց հաղթանակներով Բերլին տարավ։ Հաճախ փորձող, ավելի շատ կրակի տակ, ու այդ ոգին պահեց պահպանեց շատերին։ Հիմա կուզենային, շատ կուզենային, որ այդ ոգին փոխանցեին սերունդներին, հայրենիքը սիրելու ու պաշտպանելու ոգին։ Իմ կյանքի ամենալուսավոր օրը 1945 թվականի մայիսին հաղթանակի օրն է, որ ես հիշում եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Ուրախությունից ու երջանկությունից չգիտեինք ինչ անենք։ Հաղթանակը դիմավորեցի Լեհաստանում, որտեղ մնացի մինչև 1946 թվականը։ Հիմա երբ մտածում եմ, թե ինչպես վերապրեցինք այդ դժոխքը, հասկանում եմ, որ դա ոգին էր պահում մեզ բոլորիս։ Հաղթանակի եւ Շուշի ազատագրման օրը տոն է յուրաքանչյուր զինվորականի, յուրաքանչյուր հայի համար։ Մայիսն է մեր պատմության հաղթանակների ամիսը, Ավարայրի, Սարտարապատի, Ապարաննի ու Ղարաքիլիսայի, Մեծ Հայրենականի ու Շուշի ազատագրման, նաեւ մեր ապագա հաղթանակների ամիսը։ Օգտվելով ինձ ընձեռված հնարավորությունից ես նույնպես շնորհավորում եմ հայ ժողովրդին այս պանցալի հաղթանակների կապակցությամբ, ցանկանում նորանոր հաջողություններ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի։ Հաղթանակի եւ Շուշի ազատագրման տոնը նշվեց նաեւ Ալավերդում։ Ծաղիկներ հուշարձանին, ապա դրամական պարգևներ Մանես հիմնադրամի բոլոր վետերաններին ու ազատամարտիկներին։ Նաեւ Ալեքս խմբի նախաձեռնությամբ ավանդական տոնական ճաշկերույթ ռեստորանում։ Տեսնում ես մեր փոքրիկ երեխաները, սրանք պատերազմը թող вообще չտեսնեն։ Միայն կինոյում տեսնեն, եկել պատմության մեջ հիշեն, որ մեզպես մարդիկ պատմեն։ Թող պատերազմը չի լի։ Հրաչապապին, Լևի Դիոլչյան, Արման Տիտանյան, առաջին լրատվական։ Մեծ Հայրենականի տարբեր ճակատներում կրված վետերանները մեծ ու հպարտություն ներշնչող պատմություն են թողել հետագա սերունդներին։ Այդ պատմությունն ունի նաև խաղաղության և համերաշխության ուղերձ։ Մայիսյան եռատոնի նվիրած միջոցառումներ են անցկացվել նաև Հայաստանի երկրորդ քաղաքում։ Գյումրեցիները ծաղիկներ են խոնարհել Մայր Հայաստանի հուշամալիրում պատերազմում զոհված և չվերադարձած զինվորի հիշատակին։ Օրինաչափություն է գուցե, որ հայ ազգի պատմության ողբերգության վրեժի ու ցասման հիշատակման ամսին հաջորդում է հաղթանակների մայիսը։ Նախքան մայիսյան հաղթանակները տոնելը Հայաստանի ամենահյուսիսային ու բարձրադիր գյուղերից մեկում, Թավշուտում նախ բացեցին ու օծեցին Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար։ Отец война Иргот, Красная Звезда, слава второй степени, слава третьей степени. Первый станай герои Тавацаркерны. 17 տարեկան դորակոչվել են բանակ, մասնակցել են Բելարուսիայի ազատագրմանը, Լիտվայի ազատագրմանը, Վաստոչնի Պրուսիայի Կալինինգրադի։ Շատ դժվար էր, մանավանդ մեզ համար, որ մենք երիտասարդ 18 տարեկան աղջիկներ էինք կամ փորձ, այս ժամանակվա պահած աղջիկներ են սովետական պահած աղջիկներ մեզ համար դժվար էր, բայց իհարկե մենք հաշվեցինք այդ բոլոր պայմանների հետ ու կարողացանք կատարել այն, ինչ որ կարող էինք կատարել։ Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 67 եւ Հայաստանի նորագույն պատմության ամենափառավոր էջի Շուշիի ազատագրման 20-ամյակը անթակույց հպարտությամբ է հիշում յուրաքանչյուր հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի։ Գյումրիում տոնակատարության ավանդույթը մեկնարկում է Մեծ Հայրենականին նվիրված Մայր Հայաստան հուշահամալիրում հայտնի ու անհայտ զինվորների հիշատակին հարգանքի տուրք մատուցելով։ Ինչքան կարողացել են բոլորը այսօր բարձրացել են վերև, ծաղիկներ, ծաղկեպսակ են դրել իրանց զոհված ընկերների պատվին, հիշատակին։ Մեծ Հայրենականի տարիներին ռազմաճակատ մեկնեց 5600 շիրակցի, զոհվեց յուրաքանչյուր երկրորդը։ Այսօր մնացել են ընդամենը 132 հոգի վետերան, որոնք տեսնում եք այստեղ այդ 132-ից միայն 30 հոգի կարողացել են այսօր գան հայ ժողովուրդն իր խոշոր ոգով կայնած պայքարի թուրքերի դեմ, Ադրբեջանի դեմ, ոչ թե Ղարաբաղ ազատագրեց հայ ժողովուրդը, 6 ռայոն էլ հետ ազատագրեց։ Մենք բարձենում ենք մեր երկրապաներով, ուրախանում ենք դրանց քաջության վրա։ Երկրապաներն այսօր մեր թորներն են, մեր տղաներն են բոլորը։
Ազգի գոյատևման գործում առաջնային դեր ունի հաղթողի հոգեբանությունը, հաղթանակած երկրի զավակի կոչումը նաև պարտավորություն է, հաղթանակը պահպանելու եւ նախորդներին հերոսությամբ նույնիսկ գերազանցելու։ Միակ բանը, որի համար արժե կյանքը տալ, դա հայրենիքն է։ Անփորձ մենք բարձրունք ենք կերավել, շախմատաձև, հրետագործման տակ, երբեք չենք մոռանա այդ դրվագները, վիրավոր ենք տվել, զոհեր ենք տվել, ես ինքս այնտեղ մի տետե վիրավորվել եմ։ Արցախի քաղաքների ու գյուղերի ամեն մի քարե տղաները լավ գիտեն, ինքնաբուխ, բայց եւ ճիշտ ռազմավարության գաղտնիքներն ու իրենց փորձը կուզեին կիսել հայոց բանակի զինվորների հետ, որոնց շարքերում այսօր արդեն իրենց որդիներն են։ Մի պահ զգանք, որ մեր բանակը մի քիչ նեղության մեջ է, երբ մի պահ զգանք, որ մեր կարիքը ունի բանակը, միանշանակ պատրաստ ենք, որովհետև այն ժամանակ մեզ ոչ մեկը չասեց գնացեք, մենք ինքներս ենք գնացել, հիմա էլ ենք պատրաստ։ Ուղղակի հրաշալի որ մենք ունենք բանակ։ Իմ տղան այս պահին ծառայում է հայոց բանակում։ Ասում են ամենահավատարիմ ընկերությունը մարտի դաշտում կոփված ընկերությունն է։ Արցախյան շարժման առաջին իսկ օրերից ոտքի ելած Շիրակի մարզի 5 ջոկատների տղաները հանդիպում են ամեն օր, հումորով հիշում անցած օրերը եւ նորից ուխտում։ Աննա Մարտիկյան, Արտյոմ Ադամյան, Առաջին լրատվական։ Մայիսյան եռատոնը մեծ շուքով է նշվել նաև Տավուշի մարզում։ Մարզկենտրոնում երթի էին դուրս եկել մեծից փոքր ծաղիկներ խոնարհելու երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին։ Նրանց շարքում էր նաև 89-ամյա Սերոժյա Գուլակյանը, ով նույնչափ կարևորում է նաև Շուշիի ազատագրումը։ Եռատոնի խորհուրդը կարևոր դաս էր նաև երիտասարդների եւ հատկապես ապագա զինվորների համար։ Գայանե Թամամյանի ռեպորտաժը Տավուշից։ Մայիսյան եռատոնը սահմանամերձ Տավուշի մարզի քաղաքներում եւ գյուղերում տներից հանել էր մեծ ու փոքրին եւ ամենուր գնալու տեղը նույնն էր՝ խոնարհվելու հին ու նոր նահատակների հիշատակին։ Մարզկենտրոնում էլ առավոտից երթը ձգվել էր դեպի երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակի հուշարձան կոթողը։ Ծաղիկներ, խնկարկում եւ երախտիկի խոսքեր աշխարհացունց պատերազմից չվերադարձածների հիշատակին, նաեւ վերապրածներին ուղղված։ 89-ամյա Սերոժյա Գուլակյանը տանկով կտրել էր ամբողջ Եվրոպան եւ հաղթանակը դիմավորել Բերլինի մատույցներում։ Առաջին մայիսի 9-ի կողքին առանձնապես նշանակալից է համարում հաղթանակով պսակված մերօրյա ազատամարտը։ Շուշիի ազատագրումը, այո, դա շատ լավ է։ Ուղղակի հիանալի է մեր ժողովրդի համար, որ մեր հայ ժողովրդի մի մասը ազատվեց ադրբեջանցիներից, որոնք ճշում էին, ուրախապրում են։ Դա ուղղակի հիանալի հաղթանակ է։ Եռատոնի խորհուրդը երիտասարդների համար ապրելու եւ արարելու ելակետ պիտի լինի, համոզված են ավագները։ 92 թվականին մենք արդեն տարել ենք կարևոր հաղթանակ Ղարաբաղում, Հայաստանի սահմաններում եւ մենք անպայման մեր սերնդին պետք է այդ ոգին հաղորդենք, որ մենք հաղթանակող ժողովուրդ ենք։ Վարուժան Շահինյանն անցել է ազատամարտի բովով, մասնակցել սահմանամերձ մարզի 370 կիլոմետր ձգվող սահմանների պաշտպանությանը, ապա նաև բանակաշինությանը, հպարտ էր։ Այս հաղթանակը իմ կյանքում երևի ամենաբարձրագույն հաղթանակներից մեկն է հայրենական պատերազմից հետո, որ մեր պապերը իրանց հայրենասիրությամբ սովորացրին մեզ, որ պետք է հայրենիք պահել։ Այդ ահռելի ֆաշիստական Գերմանիայի դեմ պայքարեցին։ Դրանցից սերվելով մենք այսօր կարեցանք կռել մեր հաղթանակը, որ 20 տարի առաջ նույն այսօրը մեր փառաբանց ֆիդայինները գրավեցին Շուշին, ազատագրեցին թուրք ռոսակներից։ Այսօր ամբողջ ազգի հպարտությունն է մեր հաղթանակը։ Մեր սահմաններն ամուր են, զինվորը վճռական։ Իջևանի գնդի զորահանդեսի ականատեսները այսպես տեսան։ Բոլորս